Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Բարև ձեզ, Տիկին Մանասյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր կալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Խոսենք նախ եկեղեցու հետ կապված հարցերից, քանի որ իշխանությունը ստանձնել է եկեղեցու բարենորոգման ծրագիր եւ ըստ այդմ գործողություններ են ընթանում եկեղեցու շուրջ։ Հունվարի սկզբին մենք ականատես եղանք, որ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրից հայ առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման հայտարարություն տարածեց, որտեղ վերևի մասում նա ստորագրել էր որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, դրան հաջորդեց իրավաբանների հայտարարությունները, մտահոգությունները, որ նա խախտում է սահմանադրությունը, քանի որ սահմանադրության 17-րդ կետը թույլ չի տալիս, որպեսզի պետության ղեկավարը միջամտի եկեղեցու գործերին։ Դուք այստեղ իրավական խնդիր չեք տեսնում։ Ընդհանրապես մեր սահմանադրական համակարգը կառուցված է այն տրամաբանությամբ, որ պետությունն ու եկեղեցին ու մասնավորապես կրոնական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետք է անջատ լինեն միմյանցից, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում մենք պարբերաբար ականատես ենք լինում իրավիճակների, երբ կամ պետական իշխանության ռեսուրսներն են օգտագործվում, այդ թվում կրոնական կազմակերպություններին վերաբերելի տարատեսակ հարցեր կարգավորելու նպատակով եւ նույն կերպ նաեւ կրոնական կազմակերպության ռեսուրսներն են օգտագործվում պետական իշխանության հետ երբեմն մեկտեղվելու, պետական իշխանությանը ապա լեգիտիմացնելու նպատակով եւ սա կարծում եմ ըստ էության սահմանադրական համակարգի տեսանկյունից պետք է շատ լուրջ քննարկման առարկա դառնա, որովհետեւ միգուցե եթե մենք ունենայինք կամ ապագայում ունենանք այլ սահմանադրական համակարգ, հնարավոր լինի խոսել մեկը մյուսի գործերին միջամտելու հնարավորության մասին, այս փուլում դրա հնարավորությունը չունենք, հետեւաբար ես ինչպես բազմիցս եմ հայտարարել, այնպես էլ հիմա եմ պարբերաբար հայտարարում այն մասին, որ թե կրոնական կազմակերպությունները, թե պետությունը պետք է շատ զուսպ լինեն իրենց գործողություններում եւ ցանկացած իրավիճակ, որը կարող է ենթադրել միջամտություն մեկը մյուսի գործունեությանը, նախ ցուցաբերել զսպվածություն, երկրորդը առնվազն միջամտության դեպքերի պարագայում հիմնավորել, թե ինչքանով են համաչափ այդ գործողությունները, ընդ որում ուզում եմ հատուկ նաև շեշտադրել, որ երբեմն ինքս տեսակետներ եմ լսում այն մասին, որ ոչ պետական իշխանության մարմինները կարող են կարծիք հայտնել կրոնական կազմակերպությունների, դրանց առաջնորդության, տարբեր սկզբունքների եւ այլնի վերաբերյալ, ոչ էլ հակառակը կրոնական կազմակերպությունը կարող է պետական իշխանության, քաղաքականության հետ կապված որևէ տեսակետ հայտնել, ուզում եմ այստեղ էլ հատուկ շեշտադրել, որ խոսքը կարծիք հայտնելու մասին չէ, որովհետեւ երկու դերակատարներն էլ ունեն հնարավորություն եւ չեն էլ կարող չունենալ տեսակետ հայտնելու հնարավորություն, բայց այդ հնարավորությունները միանշանակ պետք է օգտագործվեն առանց իրենց ռեսուրսները մեկը մյուսին գործերին միջամտելու ոչ իրավաչափ եղանակների իրացման։ Հիմա ասում են, որ այս կերպ նա խախտել է սահմանադրությունը եւ նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում, իդեպ կարծիքներ էլ հնչեցին, որ դատախազը անմիջապես պետք է քրեական գործ հարուցեր Փաշինյանի դեմ։ Եթե մենք ապրեինք իրավական երկրում։ Այսպես նշամելի մենք Հայաստանի Հանրապետությունում կարծում եմ շատ ենք ծայրահեղացնում ընդհանրապես քրեական պատասխանատվության ինստիտուտը, որովհետև քրեական պատասխանատվություն սկսում ենք պահանջել գրեթե բոլոր դեպքերում, իհարկե եթե դա ձեռնտու է կոնկրետ դերակատարներին, որովհետև մի շարք իրավիճակներում, երբ դարձյալ առկա են հիմքեր, նույն դերակատարները ընդհանրապես կարող են չխոսել քրեական պատասխանատվության մասին, ղեկավարը ամենաշատը պետք է սահմանադրությունը պաշտպանի։ Մենք բոլորս բնականաբար, բայց իհարկե պետական իշխանության մարմինները պետք է այդ թվում այդ ուղղությամբ պաշտպանության ուղղությամբ գործողություններ իրականացնեն։ Հիմա ես ինքս չեմ ուզենա ինձ վրա վերցնել դատախազի կամ դատավորի դեր, որովհետև ես այն սուբյեկտը չեմ, ով կարող է գնահատական տալ այն հարցին, թե այս կամ այն իրավիճակում հանցակազմ է առկա, թե օրինակ զանցակազմ է առկա, թե անձի ինչ պատասխանատվության պիտի ենթարկվի։ Ես այս պարագայում պարզապես կարող եմ խոսել մարդու իրավունքների դիտանկյունից, իսկ մարդու իրավունքների դիտանկյունից կարևորագույն հանգամանքն այն է, որպեսզի կոնկրետ այս համատեքստում անձանց մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունքը պատշաճ երաշխավորված լինի եւ եթե ոլորտում գործադրվում են որոշակի սահմանափակումներ, որոնք իհարկե հնարավոր են, ինչպես շատ այլ հիմնական իրավունքների պարագայում, դրանք լինեն հիմնավորված։
Հիմա դուք հանցակազմ չեք տեսնում այս առումով։ Դուք ասացիք, որ ընդունելի Դարձյալ չէ։ նորից կրկնեմ, ես չեմ այն սուբյեկտը, ով կարող է ասել, այստեղ կա հանցակազմ, թե չկա հանցակազմ։ Ես քրեական պատասխանատվության մասով ուղղակի հայաստանյան խնդիրների դիտանկյունից կուզենամ արձանագրել հատկապես երկակի ստանդարտների հաղթահարման կարևորությունը, որովհետև այն հիմնական խնդիրը, որ որպես մարդու իրավունքների պաշտպան տեսնում եմ այս ոլորտում, այն է, որ սովորաբար նույնիսկ եթե մի կոնկրետ իրավիճակում իրապես կարելի է խոսել քրեական պատասխանատվության հիմքերի մասին, հանկարծ տեսնում ես, որ օրինակ համանման մեկ այլ իրավիճակում մյուսը չի ենթարկվում քրեական պատասխանատվության եւ կարծում եմ Հայաստանում այս երկակի ստանդարտների խնդիրն է, մեծագույն խնդիրը քրեական պատասխանատվության առումով, ինչ վերաբերում է պետություն եւ եկեղեցի կրոնական կազմակերպություններ անջատ լինելու հանգամանքին, այստեղ եւս կարծում եմ, որ խնդիրները բազմաթիվ են, ընդ որում երկկողմանի եւ այստեղ միանշանակ պետք է շատ հավասարակշռված ու պատշաճ լուծումներ գտնել։ Սա ված նախադեպի չի բերելու Տիկին Մանասյան, երբ որ երկրի ղեկավարը միջամտում է եկեղեցու գործերին եւ խախտում է սահմանադրությունը, իհարկե բերում է իր պատճառաբանությունները, դե ցանկացած գործողության համար կարելի է ներկայացնել պատճառաբանություններ։ Հիմա այս ամեն ինչը արդյոք ված նախադեպի չի բերում մեզ մոտ եւ որ ցանկացած իշխանության եկած մարդ կարող է սահմանադրությունը հեշտությամբ խախտել։ Ընդհանրապես պատճառաբանություններ եւ նրան պաշտպանեն բոլորը։ Ընդհանրապես ինչպես ի սկզբանե նշեցի, թե կրոնական կազմակերպության ռեսուրսների օգտագործումը պետական իշխանությունն ապա լեգիտիմացնելու նպատակով, թե պետական իշխանության ռեսուրսների օգտագործումը հակառակը կրոնական կազմակերպությունը կամ տարբեր կրոնի ազատության իրավունքի դիտանկյունից որոշակի հանգամանքներ ապա լեգիտիմացնելու նպատակով խնդրահարույց են, եթե իհարկե մենք չունենք իրավունքների սահմանափակման իրավաչափության պատշաճ հիմնավորումներ եւ հենց դա է պատճառը, որ ի սկզբանե նշեցի, որ ես ընդհանրապես այդ իրավիճակը մեկը մյուսի գործերին միջամտելու միանշանակ մտահոգիչ եմ համարում եւ կարծում եմ, որ այս առումով պետք է լինեն կոնցեպտուալ լուծումներ։ Ինչ լուծումներ օրինակ։ Եվ ով պետք է զբաղվի եմ ասել եւ բազմիցս եմ նաեւ այս հարցի վերաբերյալ խոսել, որ թե պետական իշխանությունը, թե եկեղեցին պետք է մեկ քայլ ետ անեն իրենց համապատասխան գործողություններից, ի նկատի ունեմ, որ մեկը մյուսի խնդիրների վերաբերյալ խոսելու հնարավորություն չունենա։ Բնականաբար ոչ, եւ ցանկացած դերակատարել ունի հնարավորություն եւ պետք է ունենա հնարավորություն բարձրաձայնելու հարցեր, որոնք կարևորություն կարող են ներկայացնել այդ թվում պետության տեսանկյունից, բայց այդ բարձրաձայնումը պետք է իրականացվի թույլատրելի մեթոդով։ Չի կարելի աշխարհիկ պետությունում կրոնական կազմակերպությանը տալ դերակատարություն մեկտեղելու կրոնական իշխանությունը պետական իշխանության հետ եւ հակառակը չի կարելի աշխարհիկ պետությունում պետական իշխանությանը տալ հնարավորություն նույն կերպ դարձյալ տպավորություն ձևավորելու, որ կարող են մեկտեղվել պետական իշխանությունն ու կրոնական իշխանությունը, հետեւաբար այս երկու սուբյեկտներն էլ պետք է հստակորեն պատկերացնեն իրենց գործունեության համար նախանշված սահմանները, դարձյալ հստակ ընկալելով, որ այո, իրենք կարող են կարծիք արտահայտել, բայց դա իրականացնեն թույլատրելի սահմաններում։ Բայց կրոնական իշխանությունը երբ է փորձել պետական իշխանություն գրավել։ Դա մենք ունեցել ենք նախադեպ, երբ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը ըստ էության պետական իշխանության գալու շատ մեծ քաղաքական շարժում է իրականացրել եւ սա նա ասել է, որ ինքը չի գալու իշխանության։ Ըստ էության մենք ունեցել ենք եկեղեցու ներկայացուցչի որպես վարչապետի տեխնացու հանդես գալու այդ ամբողջ գործընթացը եւ ակնհայտ է, չէ, որ տվյալ պարագայում փաստացի կրոնական կազմակերպության ռեսուրսն իրապես օգտագործվում է, այդ թվում պետական իշխանության ապա նպատակով միգուցե, բայց եկեղեցին աջակցություն հայտնել է եւ այսպես ասեմ, հիմա պատկերացրեք, օրինակ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունից որևէ մեկը, օրինակ իմ տեղակալներից որևէ մեկը եւ այլն հայտարարի, որ ինքը այս պահին կասեցնում է մեր հաստատությունում իր գործունեությունը եւ օրինակ որևէ քաղաքական շարժում սկսի եւ ես էլ օրինակ ասեմ, որ այո, նա շատ լավ տեխնացու է, աջակցում ենք իրեն եւ այլն, սա ակամայից բերում է տպավորություն, որ մենք մեր ռեսուրսը այդ թվում օգտագործում ենք օրինակ, հա, եթե քաղաքական նպատակներով, ապա օրինակ քաղաքական իշխանությանը ապա լեգիտիմացնելու նպատակով նույն փաստացի
եկեղեցի կրոնական կազմակերպության ներկայացուցիչը շատ մեծ քաղաքական շարժում առաջնորդելով ըստ էության նույնիսկ մեր հաստատությունն է փորձել ապա լեգիտիմացնել, որոշակի օրեր են եղել, երբ պարզապես կազմալուծվել է հաստատության աշխատանքը, որովհետև օրինակ մի դեպքի շրջանակներում քաղաքացիները շատ երկար ժամանակահատված հնարավորություն չեն ունեցել մուտք գործելու հենց հաստատություն եւ սա ի դեպ աննախադեպ իրավիճակ էր, որովհետև մենք գրեթե չենք ունենում իրավիճակ, երբ քաղաքացի չկա մեր հաստատության շենքում։ Հետևաբար գաղափարը կայանում է հետևյալում. ռեսուրսը օգտագործել պետական իշխանությունը կամ պետական մարմիններին ապա լեգիտիմացնելու նպատակով թույլատրելի չէ միանշանակ, որովհետև մեր սահմանադրական համակարգը իրապես կազմված է մեկը մյուսի գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա, բայց եթե այստեղ անցակազմ լիներ բոլորը Բագրատ Սրբազանի գործողություններում, որ նա քաղաքական գործողություններ է իրականացնում, այդ դեպքում նա այդ հոդվածով կալանավորված պետք է լիներ։ Հիմա Հաստատի օրենքը թույլ է տվել։ Թեև օրինակ անձնապես ես որևէ դեպքով ընդհանրապես հաղորդում չեմ ներկայացրել, բայց նկատի ունեցեք, որ օրինակ սա քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու նրա գործունեությանը միջամտելու համար, այլ քրեական պատասխանատվություն շատ ցածր շեմ է սահմանված, որովհետև ոչ միայն նույնիսկ վիրավորանքն է մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեականացված, այլ պարզապես ակնհայտ անհարգալից վերաբերմունքը եւ եթե օրինակ մենք այս հարցերում շատ հետեւողական լինեինք, մի շարք գործիչների հանրային գործիչների հետ շատ է լինում, այո, ձեր գրասենյակի առջև։ Չէ, շատ չեն լինում, Երբ որ բողոքի ակցիաներ են լինում փողոցում, հիմա ես դրա համար եմ ասում, այսինքն եթե շատ հետեւողական լինեինք հարցերի հետ կապված, միգուցե մենք օրինակ այսպես անընդհատ խոսեինք քրեական պատասխանատվության գործիքների մասին, բայց ես Հայաստանի դիտանկյունից սա չեմ համարում քրեական պատասխանատվության գործիքը, չեմ համարում հիմնական միջոցը խնդիրները լուծելու, որովհետև այստեղ խնդիրները այնպիսի խորքային եւ բազմաբնույթ տեսք ունեն, որ դրանց լուծման ուղղությամբ իմ կարծիքով իհարկե, միգուցե ես սխալվում եմ, բայց որպես մարդու իրավունքների պաշտպան մի քիչ ավելի համակարգային եւ հայեցակարգային լուծումների կողմնակից եմ, շատ կարեւոր կլինի, որպեսզի այլ լուծումներ ձեռնարկվեն, բայց նորից եթե վերադառնամ այն կարեւոր մտքին, պիտի հստակ շեշտադրեմ. ոչ պետական իշխանությունը կարող է իր ռեսուրսները օգտագործել կրոնական կազմակերպությունն ինքնին ապա լեգիտիմացնելու համար, ոչ էլ կրոնական իշխանությունը կարող է իր ռեսուրսները օգտագործել պետական իշխանությանը ապա լեգիտիմացնելու համար, իհարկե դարձյալ որպեսզի մենք գնահատենք, որ գործողությունը ինչքանով իրավաչափ է եղել, թե ոչ, սա բավականին Իսկ ինչու ականջալուր չեն լինում ձեր հայտարարություններին իշխանության կողմից։ Ես չեմ կարծում, որ ընդհանրապես որևէ մեկը մեր հայտարարություններին ականջալուր չի լինում, որովհետև մի շարք հայտարարություններ են եղել, որոնցից հետո մենք նկատել ենք իրականում փոփոխություն, մասնավորապես որ հարցերով է եղել։ Տարբեր հարցեր են եղել, թե քրեական վարույթներին առնչվող այդ թվում հոգևորականներին, այդ թվում եկեղեցու ներկայացուցիչների քրեական վարույթներին առնչվող անձնական տվյալների պաշտպանության առումով եւ այլն, բայց դարձյալ այս ընթացքում մենք ինքներս գնահատման առարկա ենք դարձնելու տարբեր հարցադրումներ եւ ես էլ բավականին հասանելի եմ նաեւ հանրային հաղորդակցության տեսանկյունից ու հնդածենք շատ խնդիրների անդրադառնում, որովհետեւ մի շարք խնդիրների գնահատական տալու համար պետք է շատ ավելի մանրամասն տեղեկատվություն, պետք է հստակ վերլուծություն, որովհետեւ դա այնպես չէ, հա, որ այսպես նայեցիր եւ առաջին հայացքից որոշեցիր, հա, թե այստեղ խախտում կա, թե չկա, դա էլ կներեք, բայց ճիշտ մոտեցում չէ եւ պրոֆեսիոնալ մոտեցում չէ եւ մեր հաստատությունը փորձում է այն տրամաբանությամբ աշխատել, որպեսզի նաև այն տեղեկատվությունը եւ այն եզրահանգումները, որ մենք ներկայացնում ենք, արժանահավատ լինեն եւ հիմնավորված լինեն իրենց պատճառաբանությունների տեսանկյունից։ Այսինքն հիմնականում Փաշինյանը ականջալուր չի լինում։ Չէ, ես չեմ կարող դա ասել, որովհետեւ նաև այստեղ անկեղծ պիտի լինեմ, քանի որ հարցազրույցը տարբեր հարցերի է առնչվում։ Ես անձնապես, եթե խոսեմ տարբեր հանրային գործիչների, պետական իշխանության մարմինների հետ շփումների առումով, ապա պիտի նշեմ, որ գործադիր իշխանությունը եւ նաեւ գործադիր իշխանության ղեկավարը երևի ամենահարգալիցն են մեր կողմից բարձրաձայնվող խնդիրները լսելու առումով, բազմաթիվ իրավիճակներում իրապես ես ունեցել եմ լրիվ հակադիր դիրքորոշումներ եւ թիրախավորման չեմ այսպես հանդիպել տարբեր հարցեր բարձրաձայնելու հետ կապված եւ այլն եւ սա շատ կարեւոր հանգամանք եմ դիտարկում, բայց դարձյալ հարցի առնչությամբ կարծում եմ նաեւ ճիշտ ընկալումներ ձևավորելու կարիք կա։
Այս կիրակի Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր պատարագի եւ մենք ականատես եղանք, որ մեծ թվով քաղաքացիներ էին եկել, որոնք բերված, այսպես ասած, քաղաքացիներ են, իրենց հարցազրույցների ժամանակ այդպես խոսում էին եւ մեկ դեպքի հետ կապված Վեդի համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցն էր եկել, նա սառում էր դրսում, ասում էր, որ վիրահատությունից դուրս է եկել է եւ հետո պետք է վերադառնա։ Այս հարցով դուք զբաղվել եք, ինչ տեղեկություն ունեք, ինչպես է եղել, որ այդ մարդուն ստիպողաբար բերել են որպեսզի պատարագի մասնակցի, ավելի ճիշտ Փաշինյանի կազմակերպած այդ միանշանակ հարցով զբաղվել ենք եւ ցանկացած նման տեղեկատվություն ենք փորձում համենայն դեպս ուշադրության կենտրոնում պահել եւ պատշաճ տեղեկություններ ունենալ այս հարցի հետ կապված էլ մենք հաղորդակցություն ենք վարել թե կոնկրետ քաղաքացու հետ, թե նաև տեղական ինքնակառավարման մարմնի հետ, թե նաև բացի բանավոր հաղորդակցությունից այս պահին նաև տարբեր մարմինների հետ գրավոր հաղորդակցություն ենք վարելու։ Առաջին բանը, որ պիտի նշեմ, երևի թե այն է, որ դադարեցնենք թիրախավորել քաղաքացուն, որովհետև թե տարբեր օգտատերեր, թե նաև զանգվածային լրատվության միջոցները չեն պատկերացնում, որ երբեմն մարդու հետ կապված տեղեկատվության տարածումը ինքը մարդու տեսանկյունից դառնում է թիրախավորում, որովհետև եթե մենք օրինակ հանրային գործիչներ ենք, միգուցե լրագրողները սովոր են տարբեր տեղեկատվություններ իրենց վերաբերյալ կարդալու եւ այլն, բայց միանշանակ կարող են պարզապես պետք է նաև զգայուն լինենք, որովհետև պետք է նաև զգայուն լինենք, որովհետև եսի նկատի ունեմ հետոյի տարածվող տեղեկատվությունը, այո, որովհետև մենք չգիտենք իրականում թե քաղաքացիները ինչ հանգամանքներ ունեն, ինչպես են ընկալում իրենց վերաբերյալ տարածվող տեղեկատվությունը եւ այլն։ Հիմա քաղաքացու հետ մենք հաղորդակցություն ենք վարել, նրա հենց այդ թվում իրավունքների պաշտպանության մեխանիզմների իրեն ներկայացնելու նպատակով։ Ես չեմ կարող հիմա բովանդակությունը ներկայացնել իր հետ հաղորդակցության, համենայն դեպս կարող եմ ասել, որ մեզ հետ առնվազն խորհրդապահական կարգով վարվող տեղեկատվության համատեքստում այնպիսի տեղեկատվություն ինքներս չենք ստացել, որպեսզի դրա արդյունքում շատ ավելի այլ քայլեր ձեռնարկենք, բայց դրա հետ մեկտեղ բնականաբար քաղաքացու համաձայնությունը որոշակի գործողություններ իրականացնելու համար է կարևոր, բայց կան գործողություններ, որոնք նաև առանց քաղաքացու համաձայնության կարող են իրականացվել, մասնավորապես օրինակ քրեական վարույթի նախաձեռնման, որ ես կամ այստեղ մեզ ամենայն դեպս մի փոքր այլ կերպ էր նկարագրում, բայց ես չեմ ուզում, իր հետ հաղորդակցության բովանդակության մասին խոսել, որովհետև նաև չեմ ուզում իրապես թիրախավորել քաղաքացուն եւ իրոք կոչ եմ անում բոլորին զերծ մնալ քաղաքացուն թիրախավորելուց, որովհետև դարձյալ որևէ մեկս չգիտի թե նա ինչ հանգամանքներ ունի կյանքի եւ որևէ մեկս չգիտի նաեւ թե ինչպես է ընկալում նաեւ տարածվող տեղեկատվությունը։ Հիմա հարցի հետ կապված իհարկե մենք նաև պարզաբանումներ ենք պահանջել տեղական ինքնակառավարման մարմնից, բայց նաև գլխավոր դատախազությունը տեղեկատվություններ փոխանցել այն մասին, որ տարածված տեղեկատվության ու ստացված հաղորդման հիման վրա այս պահին այդ թվում հարցն է ուսումնասիրվում իրավապահ համակարգի կողմից, որովհետև սա է հիմնական տարբերակը հարցի եւ իրականության հանգամանքները բացահայտելու, որովհետև մեզանից որևէ մեկը չունի այլ գործիք։ Մենք օրինակ չենք կարող գնալ որևէ, չգիտեմ, քննչական գործողություն, համարժեք այլ գործողություն իրացնենք, որովհետև բնականաբար մի կողմը ասելու է, որ նման բան չի եղել, մյուսն էլ է սպահին այդպես ասում, այսինքն բացառապես կան իրավական մեխանիզմներ այս հարցերը բացահայտելու, մենք էլ ենք հետևողական լինելու, որպեսզի այդ մեխանիզմները գործադրված լինեն եւ պարզ լինի, թե ինչու է տեղի ունեցել նշված իրավիճակը, տեղի է ունեցել թե ոչ, եթե ունեցել է ինչ հետևանքների է հանգեցրել, եթե ոչ, ապա ինչ երևույթների մասին ենք մենք խոսում, ամեն դեպքում նաև որպես կարևոր արձանագրում ես ուզում եմ նաև կոչ անել բոլոր պետական իշխանության տեղական ինքնակառավարման մարմիններին բացառելու ընդհանրապես հարկադրանքը եւ ոչ միայն նրանց իհարկե բոլոր այլ դերակատարներին էլ, որովհետեւ շատ դեպքերում հավաքներ կարող են նաև կազմակերպվել մեծ հավաքներ այդ թվում տարբեր այլ դերակատարների կողմից բացառել ընդհանրապես հարկադրանքը այս բնակավարում, որովհետև սա պատասխանատվության հանգեցնող որոշակի երևույթ է։ Հիմա այդ մարդը միակը չէր, մենք այնտեղ էլի քաղաքացիներ տեսանք, օրինակ Վեդի-Ալկոյից կային մարդիկ, ովքեր ասում են, որ աշխատակիցներ են Վեդի-Ալկոյում, եւ ի դեպ նրանց հանգստի ժամին նրանց փաստորեն ասել են, որ պետք է մասնակցեն։
այդ հարցով զբաղվել եք, Դե ինչ հիմա տեղեկություն կա։ փաստացի, երբ Այսինքն մի քանի հոգի է, մեկի մասին չէ խոսքը, ուղղակի սևեռվեց այդ մարդու վրա ուշադրությունը մարդկանց, որովհետև ասաց, որ հիվանդանոցից է եկել, նոր է վիրահատվել, նորից հետ է գնալու։ Դրա համար ես հիմա կուզենամ սևեռումը հանենք, որպեսզի չթիրախավորենք քաղաքացուն, բայց եթե երևույթի մասին խոսենք, խնդրի, բացասական խնդրի մասին խոսել հնարավոր է, եթե անձինք այդտեղ եկել են հարկադրաբար, որովհետև եթե եկել են իրենց կամքով, բնականաբար որևէ մեկս չի կարող բռնանալ, հա, մյուսի կամքի վրա, բայց եթե եկել են հարկադրաբար, դա միանշանակ խնդիր է հավաքների ազատության իրավունքի եւ այլ կասկածներ չէ առաջացնում, որ աշխատավայրում բոլորը ցանկանում են կան կամ խմբերով գալիս են։ Քանի որ կան կասկածներ եւ նաեւ կարեւոր է որ դեպքերից մեկով էլ փաստացի արդեն իսկ հաղորդում ներկայացված է, այո, շատ կարևոր եմ համարում, որպեսզի պատշաճ իրավական մեխանիզմների շրջանակներում այս հարցը դառնա քննարկման առարկա, բայց ես բացի ամենից նորից կոչ եմ անում բոլոր դերակատարներին ընդհանրապես բացառել հարկադրանքը, թե հավաքների, թե միավորումների ազատության, թե նաև այլ իրավիճակներում, որովհետև Հայաստանում սա սովորական երևույթ է։ Ցանկացած քաղաքական իրադարձության պարագայում, չգիտեմ, օրինակ, մի դերակատարը որոշում է, որ պետք է հարկադրի, որպեսզի մարդիկ գործադուլի մասնակցեն։ Սա ի դեպ եւս պատասխանատվության հանգեցնող երևույթ է։ Մյուսները կարող են որոշել, որ օրինակ, հա, եթե այս մեկը չի մասնակցում այս հավաքին կամ միավորմանը կամ ինչ որ մի քաղաքական շարժման, ուրեմն պիտակավորվում են մարդիկ, սա էլ է ընդ որում հարկադրանքի ձև։ Տվյալ իրավիճակում մենք դարձյալ էլի որոշակի երևույթների հետ գործ ունենք, իհարկե դարձյալ բոլոր իրավիճակներում չէ, որ մենք կարող ենք հենց հարկադրանքի մասին խոսել, բայց ամեն դեպքում երևույթները կասկած են հարուցում, հետեւաբար դրանք պետք է պատշաճ քննության առարկա դառնան միանշանակ։ Հիմա դուք ինչ գործիք ակնկալում եք այս առումով։ Ուղղակի տեղեկանալ, թե ինչ հանգամանքներով են նրանք բերվել եւ եթե իսկապես քննություն է իրականում եւ որևէ խնդիր չեն տեսնում, այդ դեպքում դուք ինչ կարող եք անել։ Ըստ այդության գործիքակազմը այդ թվում քննության գործիքների նկատմամբ կարող է կիրառելի լինել, որովհետև եթե գործը դատարան չհասնի, որտեղ մենք հստակ սահմանափակում ունենք միջամտելու գործի քննությանը, մինչ այդ կարող ենք նաև գործի քննության հետ կապված գործիքակազմերը, ի նկատի ունեմ մոնիթորինգային գործիքակազմերը կիրառել, եթե տեսնում ենք, որ օրինակ որոշակի իրավիճակներում ամեն դեպքում մեզ մոտ կասկած է մնում, մենք նաև տարեկան հաղորդման, մեր տարբեր զեկույցների շրջանակներում ենք հարցերին անդրադառնում, ընդ որում ես պետք է նշեմ, որ տարբեր հարցերին նաև տարեկան հաղորդման շրջանակներում ենք նաև նախորդ տարի անդրադարձ կատարել, ընդ որում միայն այս ոլորտի հետ կապված չէ, տարբեր այլ ոլորտների մասով էլ, թե օրինակ լրագրողների մասնագիտական գործունեության հետ կապված, ի նկատի ունեմ, եթե խոսքը գործերի քննությանն է առնչվում, հետևողական լինելով, հա, թե օրինակ արդյոք այսինչ իրավիճակում լրագրողի հետ կապված իրադրության առնչությամբ նախաձեռնվել է վարույթ, թե ոչ, ինչ ձևաչափով է իրականացվել քննությունը, դա արտացոլել ենք տարեկան հաղորդման շրջանակներում եւ նույնը նաեւ այլ իրավիճակների հետ կապված։ Իրավապաշտպան 5 իրավապաշտպան նախաձեռնությունը հայտարարությամբ էր հանդես եկել, որ հունվարի 11-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ հերթական անգամ խոչընդոտվել է, որպեսզի եկեղեցու քահանա Տեր Հայկ Սահակյանը անցկացնի սուրբ եւ անմահ պատարագը։ Վիճաբանությունը տեղի ունեցել եկեղեցու մոտ Տավրոս Սափեյանի եւ մյուս համայնքի բնակիչների միջև։ Այս գործով դուք ինչ տեղեկություն ունեք եւ առասարակ այդ հանգամանքը, որ թիմի ղեկավարները իրավունք են վերապահում իրենց գնալ եկեղեցի, ասել որ պետք է կաթողիկոսի անունը զեղչվի, հետո արդեն վեճեր լարված իրավիճակ են ստեղծում։ Ես նույնը պիտի ասեմ եւ բոլոր դերակատարների առումով պետք է ասեմ, թե քաղաքական մեծամասնությունը, թե քաղաքական անդիմությունը, թե պետությունը ներկայացնող տարբեր մարմիններ միանշանակ պետք է զերծ մնան որևէ տեսակի միջամտությունից եւ եթե հատկապես պետական մարմինների պարագայում, իհարկե բոլորի պարագայում որևէ միջամտություն առկա է, ապա պետք է հիմնավորվի, թե ինչքանով է դա համաչափ եւ ինչքանով է հետապնդում ժողովրդավարական հասարակությանը բնորոշ նպատակ, որովհետեւ սա է պահանջում նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւ միջազգային այլ չափանիշները։ Այս պարագայում նույնը, հա, մենք կարող ենք այսպես փոքր իրավիճակներ քննարկել, դրանք շատ են դարձել թե քաղաքական մեծամասնություն, թե քաղաքական ընդդիմության պարագայում։ Մենք, բայց չեմ ուզենա մտնենք այդ դետալների մեջ, որովհետև խնդիրը ոչ թե այդ փոքր դետալներն են, խնդիրը մեծ երևույթն է, իսկ մեծ երևույթը այն է, որ երկկողմանի բոլորը պետք է զերծ մնան եկեղեցու գործերին
միջամտությունից եւ ինչպես ի սկզբանե նշեցի, նաեւ նույն տրամաբանությամբ կրոնական կազմակերպությունն էլ որևէ կերպ իր ռեսուրսները չպետք է օգտագործի պետական իշխանությունն ապա լեգիտիմացնելու համար։ Բայց հիմա տվյալ դեպքում հոգեվորականների փաստորեն իրավունքներն են խոչընդոտվում։ Նրանք չեն կարողանում պատարագի մասնակցեն կամ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գնում են, ասում են խնդրանքով, հորդորով դիմում են նրանց, որպեսզի նրանք վեհապարի անունը զեղչեն։ Ես Այս ամենը արդեն իրավունքների ես արդեն ստանդարտը իրենց իրավունքները ինչպես պետք է պաշտպանվի այս դեպքում։ Ոստիկանները թույլ չեն տալիս նրանց տեղաշարժվեն, չգիտեմ ինչ որ լարված իրավիճակ է ստեղծվում։ Առաջին հերթին, եթե պետական իշխանությունը համարում է, որ կա հարկադրանք կիրառելու անհրաժեշտություն, ապա պետք է պատշաճ հանրային հաղորդակցություն վարի եւ հիմնավորի, թե ինչով է դա համաչափ եւ ինչ նպատակ է հետապնդում։ Եթե չկա նման համաչափություն եւ նպատակ, բնականաբար միջամտությունը կարող է խնդրահարույց լինել, բայց ես մի քիչ ավելի գլոբալ հարցին կուզենամ անդրադառնալ, այստեղ միանշանակ շատ ավելի կարեւոր է, որ երկկողմանի բոլորը փորձեն ավելի զսպված լինել, որովհետեւ եթե մենք փորձենք շատ ավելի էթիկական ստանդարտներին համարժեք այս հարցերը կանոնակարգել, երկու կողմերի դիտանկյունից էլ ես վստահ եմ, որ շատ ավելի ճիշտ լուծումներ կգտնվեն։ Դուք այս հարցով չեք դիմել։ Դիմել ում կներեք։ Որպեսզի պատասխանատվության կամ քննեն գործը, ինչ իրավունքով է դիմել մենք այս բոլոր հարցերի հետ կապված տեղեկատվություն ենք պատարակները։ Տեղեկատվություն ենք փորձում ստանալ եւ դրա հիման վրա վերլուծելու ենք նաեւ դարձյալ, քանի որ իրավիճակները շատ են եւ գլոբալ վերլուծություն է հարցի առնչությամբ անհրաժեշտ, մենք հնդածս վերլուծություններ ենք իրականացնում եւ բնականաբար նաեւ վերջնական, այսպես ասած, վերլուծությունները իհարկե նաեւ հանրային հաղորդակցության միջոցով հասանելի ենք դարձնելու բոլորին։ Այսինքն եզրակացությամբ հանդես կգաք, թե ինչպես, որովհետև սա արդեն երկրորդ դեպքն է, այնպես չի որ առաջի անգամ է, եւ շարունակական հավանաբար կլինի։ Ընդհանրապես հաշվի առնելով նախորդ տարվանից սկսված կրոնական ազատությունների հետ կապված տարատեսակ հարցերը, որոնք պարբերաբար են բարձրաձայնվում, այս հարցերի առնչությամբ միանշանակ մի քիչ ավելի մեծ վերլուծություն ունենալու ենք։ Եվ եզրահանգումներ բնականաբար։ Կարծում եք, որ դա ազդեցություն կունենա, որովհետև մենք առանձնապես չենք տեսնում այդ ազդեցությունը, որ ունենում է։ Ասացիք իրավական հարցերի հետ կապված օրենքին վերաբերող երբեմն լինում է կալանքի հետ կապված, ասացիք, բայց նման հարցերում քաղաքական հնչեղություն ունեցող, կարծես թե այդքան էլ ընթացք չի տրվում։ Ես այդպես չէի ասի, որովհետև միանշանակ է, որ մի շարք իրավիճակներում ես ինքս տեսել եմ այդ թվում մեր միջամտության ազդեցությունը տարբեր հարցերի հետ կապված, բայց կոնկրետ իրավիճակում, այսպես ասեմ, չեմ ուզենա կանխատեսումներ իրականացնել, պարզապես կսպասենք իրավիճակի գնահատմանը եւ կտեսնենք որևէ դիրքորոշում կատարման ենթակա լինում է, թե ոչ, եթե չի լինում դարձյալ հետեւողական կլինենք հարցերի առնչությամբ քննարկումներ ունենալու, եթե լինում է շատ ավելի լավ, բայց պիտի հատուկ արձանագրեմ, որ Հայաստանը այն երկրների թվին չի պատկանում աշխարհի, որտեղ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները շատ վատ կատարման պրակտիկա ունեն, որովհետև աշխարհի երկրների մեծ մասում պետական մարմինները շատ ավելի են զերծ մնում պաշտպանի դիրքորոշումները կատարելուց, քան մեզ մոտ բավականին բարձր թիվ է։ Իդեպ նշեմ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները կատարելու առումով նաև վերջին տարիներին, բայց ես ոչ թե հույս ունեմ, այլ նաև պահանջում եմ պետական մարմիններից, որպեսզի մենք շատ ավելի բարձրացնենք կատարման մակարդակը, որովհետև հակառակ պարագայում մենք չենք կարող խոսել իրավունքի գերակայության ամբողջական երաշխիքների իրենք կարող են արդարանալ, ասել, որ վարչապետն է ասել։ Օրինակ Փաշինյանը վերջին ելույթի ժամանակ ասել է, որ քաղաքացիներն կարող են գնան, հոգեվորականներին դիմեն, ասեն վեհապարի անունը զեղչեք։ Հիմա թիմի ղեկավարներն էլ փաստորեն կարող են գնալ եւ զեղչել։ Ես ճիշտ ասած չհասկացա, վարչապետի հրամանն են կատարել, պահանջն են կատարել։ Բայց կներեք, մենք հիմա մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության մասին ենք խոսում եւ նշված պարագայում ինչպես գործադիր իշխանության շրջանակներում, այնպես էլ ցանկացած այլ հաստատությունում, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ կլինի կամ այլ հաստատություններ, բնականաբար գնահատման ենթակա է այն հանգամանքը, թե որքանով է որոշակի վարքագիծ կամ գործողություն համապատասխանում իրավունքի չափանիշներին, թե ոչ։ Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա իրականում իրավունքների չափանիշներին համապատասխանության գնահատում այդքան հեշտ գործ չէ, որովհետև քաղաքացիներին թվում է կամ այլ դերակատարներին այսպես մի հայացքով նայում ես իրավիճակին եւ արդեն գիտես, թե իրավունքի խախտում կա, թե ոչ, ինչպիսին է խախտումը, բայց դա այդքան հեշտ գործ չէ, որովհետև իրավունքի խախտման արձանագրումը դա բավականին բազմաբնույթ եւ բազմաբովանդակ գործընթաց է, որը ենթադրում է գնահատում այն հանգամանքների, թե օրինակ եթե եղել է միջամտություն իրավունքին, ինչ նպատակ է հետապնդել, դա եղել է համաչափ թե ոչ, որովհետև իրավունքների շատ շատերի պարագայում իրականում միջամտություն
միջամտությունը թույլատրելի երևույթ է։ Նույնն էլ այս դեպքում է, այսինքն միջամտությունն այնպես չէ, որ ընդհանրապես արգելված է, հա, բայց ինչքանով է իրավաչափ այդ միջամտությունը, սա լուրջ գնահատում է ենթադրում եւ կարծում եմ, որ պետական իշխանության մարմիններն էլ պետք է շատ ուշադիր լինեն այս հանգամանքին, որովհետեւ երբեմն պետական իշխանության մարմիններին առաջին հայացքից թվում է, որ այո, իրենք շատ ազնիվ նպատակ ունեն եւ դարձյալ ոչ քաղաքական մեծամասնության եւ ոչ էլ քաղաքական ընդդիմության պարագայում ես երբևէ ինձ թույլ չեմ տալիս գնահատման առարկա դարձնել այն հանգամանքը, թե որքանով են ազնիվ մարդկանց մղումները, ոչ էլ ընդ որում պետական մարմինների գործողությունները գնահատելիս, որովհետեւ մեծ դեպքերի մեծ մասի պարագայում, երբ այսպես դիտարկում ենք, մարդիկ շատ ազնիվ մղումներ ունեն, որովհետև իրենք շատ լուրջ հիմնավորումներ կարող են տարբեր հարցերին բերել, բայց իրենք պետք է ուշադիր լինեն այն հանգամանքին, որ երբեմն իրենց ազնիվ մղումները կարող են գործադրվել այնպիսի եղանակներով, որոնք համարժեք չեն իրավունքի ժամանակակից ստանդարտներին, եւ սա պետք է միշտ մտքում ունենան։ Հիմա եթե դուք քննեք տվյալ այս գործը եւ տեսնեք, որ խնդիրներ կան, ինչ եք անելու։ Հետամուտ լինելու եք, որ իսկապես պատասխանատվության ենթարկվեն։ Բնականաբար, հենց համայնքի ղեկավարը ցանկացած իրավիճակում, երբ տեսնում ենք որևէ խնդիր, ոչ միայն բարձրաձայնում ենք, այլ նաև տարբեր հաղորդակցություն ենք վարում այն մարմինների հետ, որոնք իրավասություն ունեն ոլորտում։ Հիմա շատերը օրինակ ասում են, դե օրինակ այս հարցը ուղղակի դուք արձանագրեցիք, մարդուն պատասխանատվության չենթարկեցիք։ Ներողություն, բայց որևէ երկրում մարդու իրավունքների պաշտպանը չունի հնարավորություն մարդկանց պատասխանատվության ենթարկելու։ Այլ հարց է, որ մարդու իրավունքների պաշտպանների պարագայում առաջին կարևոր հանգամանքը հենց հարցերի արձանագրումն է, դրանց բարձրաձայնումը, եթե հետևողական լինել այս հարցում։ Բնականաբար, եւ դրա գործիքներն էլ կան, այսինքն ինչքանով է այդ ամենը երևում տարբեր զեկույցների, հաղորդումների շրջանակում եւ այլն, բայց նորից կրկնեմ, եթե մենք այս դեպքերի առնչությամբ խոսում ենք պատասխանատվության միջոցների կիրառման մասին, մենք չպետք է մոռանանք նաեւ, որ մյուս կողմից էլ բազմաթիվ իրավիճակներ կան, որոնք դարձյալ ենթադրում են իրենցից պատասխանատվության ենթադրող գործողություն, պատասխանատվություն առնվազն պետք է լինի դրա արդյունքում։ Հետևաբար, եթե հետամուտ ենք լինում մի դեպքում, մյուս դեպքում էլ պիտի հետամուտ լինենք։ Ես դրանց օրինակները բերեցի, հատկապես պետական մարմինների օրինակ նույն մեր հաստատության հետ կապված գործողություններում եւ այլն, բազմաթիվ են եղել խնդիրները, այդ թվում այնպիսի իրավիճակներ, երբ արարքը պետք է հանգեցնի քրեական պատասխանատվության, եւ այստեղ էլ կարեւոր եմ համարում, որպեսզի այդ թվում անկախ դերակատարները, այդ թվում զանգվածային լրատվության միջոցները ոչ թե ըստ իրավիճակի հարցերին անդրադառնան, այլ եթե խոսում ենք պատասխանատվության անխուսափելիության մասին, դա պետք է վերաբերի, կարծում եմ, բոլոր դեպքերին եւ իրավիճակներին։ Խոսենք նաեւ քաղաքական հնչեղություն ունեցող գործերից, դատական գործերից, մասնավորապես բարերար Սամվել Կարապետյանի հետ կապված 7 ամիսն է մնաց կալանքի տակ, հետո դատարանը որոշեց, որ նա տնային կալանք պետք է ստանա եւ տեղեկություն եղավ, որ դատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու խնդրանք պահանջ է ներկայացրել, իր փաստաբան Արամ Վարդևանյանը երեք տեղեկացրեց։ Դուք այստեղ խնդիր չեք տեսնում, որ իսկապես կալանքի ինստիտուտը անընդհատ շահարկվում է քաղաքական նպատակներով։ Դե կալանքի ինստիտուտին ես պարբերաբար եմ անդրադառնում, իհարկե կոնկրետ գործերով հնարավորություն չենք ունենում շատ ավելի մանրամասն խոսելու, որովհետև դարձյալ դատական իշխանության կողմից է սահմանվում խափանման միջոցի նշված տեսակը եւ ըստ էության այստեղ մենք ունենք հստակ սահմանափակում օրենքով սահմանված այդ հարցերի վերաբերյալ խոսելու կամ միջամտություն իրականացնելու դատարանի գործունեությանը, բայց համակարգային խնդրին ես պարբերաբար եմ անդրադառնում եւ անդրադառնում եմ հատկապես այն տրամաբանությամբ, որ այո, կալանքի կիրառման թվերը Հայաստանում շատ մեծ է եւ սա իրապես խնդիր է, որովհետեւ մարդու ազատության որևէ կերպ սահմանափակումը, ազատությունից զրկելը անձին պետք է կիրառվի շատ լուրջ եւ ծայրահեղ իրավիճակներում եւ ես համարում եմ, որ Հայաստանում մենք առնվազն այս ոլորտում ունենք բավականին լուրջ խնդիրներ, այդ թվում ունենք կանխատեսելիության առումով խնդիր, որովհետեւ նույնիսկ մեզ փորձագետներիս համար շատ դեպքերում պարզ չէ թե ինչու է մի դեպքում կիրառվում հենց կալանք խափանման միջոցը, մյուս դեպքում չի կիրառվում։ Հիմնականում քաղաքական հնչեղություն ունեցող գործերում է, որ պարտադիր կալանք է։ Ես չէի ասի, որովհետև բազմաթիվ են իրավիճակները, որ դարձյալ հարց է առաջանում, օրինակ, ինչու է այս դեպքում կալանք կիրառվել նշված գործով։ Նույն 3 գործարարների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր էին քննարկվում քաղաքացիական հասարակության գործընկերոջ հետ եւ նույն հարցը ինքն էր բարձրացնում, այդ թվում այս ոլորտի հետ կապված։ Ես կարող եմ ինքս տարբեր հարցերի վերաբերյալ խոսել, որոնք հնչեղություն չունեն,
հնչեղություն չունեն, որովհետև չեն վերաբերում հանրային գործիչների եւ արդյունքում հանրային դաշտից դուրս է մնում հարցը, բայց մարդիկ կալանքի տակ են գտնվում եւ դարձյալ համակարգային տեսանկյունից սա հարցեր է առաջացնում։ Հետևաբար այս խնդրին մենք իրապես պետք է շատ համակարգային մոտեցում ցուցաբերենք եւ հայեցակարգային լուծումներ տանք, իրապես լուծենք այս խնդիրը, որովհետև կալանք խափանման միջոցը չի կարող կիրառվել այդքան հաճախակի եւ երկրորդը քրեական վարույթների շրջանակներում մենք պետք է շատ լուրջ աշխատենք իրավունքների երաշխիքների իրացման ուղղությամբ, որովհետեւ սա հաջորդ խնդիրն է, որը ես նախորդ տարվա որպես կարևորագույն խնդիր առանձնացրել եմ։ Իսկ ինչու այդ խնդիրը չի լուծվում, որովհետեւ խնդրի մասին նույնիսկ արդարադատության նախարարն է խոսել, բայց մենք տեսնում ենք, որ խնդիրը առանձնապես չի լուծվում, միգուցե քաղաքական հրահանգ կա։ Այս խնդիրը Այսինքն սա չի խոսում այն մասին, որ քաղաքական պահանջ կա։ Այս խնդիրը Հայաստանում տասնամյակներ շարունակ է գոյություն ունեցել եւ կարծում եմ խնդիրը նաև ընդհանուր քաղաքականության մեջ է, այդ թվում պրոֆեսիոնալիզմի, ընդհանուր քաղաքականության, ես նկատի ունեմ միայն քաղաքական դիրքորոշումների, եւ այստեղ բազմաթիվ հարցեր պետք է փոփոխության ենթարկվեն, այդ թվում թե իրավապահ մարմինների, թե դատարանների մտածողության համատեքստում, եւ միանշանակ է, որ համարում եմ, որ հատկապես դատարանները պետք է ունենան այստեղ առանցքային դերակատարություն, բացառելու այս խափանման միջոցի չարաշահումը եւ դարձյալ չեմ ասի հույս ունեմ, որովհետեւ սա հույսի հանգամանք չէ, պահանջում եմ պարզապես պետական մարմիններից, որ այս ուղղությամբ պատշաճ քայլեր ձեռնարկվեն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սամվել Կարապետյանին թույլ չի տրվել, որպեսզի նա գնա եւ իր մեռելոցի օրը գնա իր հոր գերեզմանին։ Այս մասով դուք որևէ հայտարարություն արել եք կամ զբաղվել եք հարցով, արդյոք սա իրավունքների խախտում չէ, կամ ինչ բնութագրում ունի այս ամենը։ Ոչ, հարցի հետ կապված հայտարարություն չենք իրականացրել, դարձյալ պետք է նշեմ, որ այո, քրեական վարույթների շրջանակներում կարող են լինել անձանց իրավունքների սահմանափակումներ եւ այսպես միանգամից գնահատական տալ, թե սահմանափակումը իրավաչափ է թե ոչ, բնականաբար չենք կարող, բայց ընթացած դարձյալ եթե խնդիրներ արձանագրենք, ելի բարձրաձայնելու ենք։ Խոսենք նաև Իմինեմնի ոդքասթի հաղորդավարների կալանքի մասին, նրանց կալանքը երկարաձգվեց եւս 3 ամսով եւ հիմա Նարեկ Սամսոնյանը հացադուլ է իրականացնում, արդեն 4-րդ օրն է։ Այս մասով հետաքրքրվել եք առհասարակ հանդիպում նախատեսում եք, ինչ գործողություն են հաջորդելու։ Այս մասով նշեմ, որ մենք որևէ դիմում բողոք չունենք հարցի հետ կապված եւ հարցի առնչությամբ ամբողջ մանդատին վերաբերելի իմ գործառույթները ես իրականացրել եմ իմ սեփական նախաձեռնությամբ, այսինքն սեփական նախաձեռնությամբ եմ սկսել հարցի հետ կապված բոլոր ուսումնասիրությունները, գրեթե բոլոր իրավասու պետական մարմինների հետ մենք ամենօրյա ռեժիմով կապի մեջ ենք, որովհետև ես հանձնարարել եմ իմ աշխատակազմին պարբերաբար հարցի առնչությամբ իհարկե թույլատրելի շրջանակներում ստանալ տեղեկատվություն, նաև գրավոր պարզաբանումներ եմ պահանջել իրավասու պետական մարմիններից, հարցի առնչությամբ եթե խոսքը վերաբերում է ազատությունից զրկված անձանց այցերին, ապա նշեմ, որ այցերը կազմակերպում ենք հստակ մեթոդաբանությամբ եւ սրա հետ կապված, եթե նորություններ լինեն, պարտադիր մենք հրապարակային հանդես կգանք, բայց ինչ վերաբերում է հարցին առնչվող մյուս կողմին, մասնավորապես թե քրեական վարույթին, թե մնացյալ այլ հանգամանքներին, ապա այստեղ էլ նշեմ, արդեն դատարանում է, գործի քննությունը, հետևաբար ես հիմա գործի հետ կապված որևէ հանգամանքի մասին չխոսեմ, պարզապես դարձյալ արձանագրեմ պետության հետ կապված այն համակարգային հիմնական մոտեցումը, որ պետք է որդեգրվի, ընդհանրապես խոսքի ազատության սահմանների անցման համար պատասխանատվություն ամենահանրային վտանգավորություն ներկայացնող արարքների պարագայում է նախատեսվում, եթե խոսքը քրեական պատասխանատվության մասին է, եւ այստեղ էլ ես բազմիցս բարձրաձայնել եմ այն հարցի մասին, որ մեր պետությունը դարձյալ իմ խորին համոզմամբ չի վարում պատշաճ հանրային հաղորդակցություն, որպեսզի մենք ի վերջո հասկանանք, թե ինչու կոնկրետ իրավիճակում խոսքը այնպիսի հանրային վտանգավոր է դիտարկվում, հանրորեն այնպիսի վտանգավորություն է վերագրվում խոսքին, որի համար անձը քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել, մյուս դեպքում ոչ կամ մյուս դեպքերում։ Մյուս որ դեպքերում։ Տարբեր այլ իրավիճակներ են, որովհետև կներեք այսօր Հայաստանում խոսքի ազատության իրավունքի սահմանները անցնելը գրեթե ամեն վարկյանի երևույթ է դարձել։ Դե բայց պաշտոնյաների կողմից ավելի շատ է լինում։ Եվ իրենք օգտվում են իրենց իշխանություն ունենալուց։ Ես չէի ասի, որովհետև այսօր Հայաստանում ամենօրյա, ամեն վարկյան ռեժիմով
ուղղակի եթե մշտադիտարկ եք, պարզապես սոցիալական ցանցեր։ Եթե չասենք այո, ավելի շատ է լինում, ասենք որ նրանց պատասխանատվությունն ավելի մեծ է։ Եթե իրենք իշխանությունը, իրենք հենց պետք է հետևեն այդ բնականաբար պետական մարմինների տեսանկյունից նաև պատասխանատվություն այլ մեխանիզմներ են սահմանված, բայց ոչ միայն պետական մարմինների ու պաշտոնատար անձանց։ Օրինակ, մասնագիտական համայնքների համար եւս էթիկական հստակ սահմաններ են սահմանված։ Բայց այսօր մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մասնագիտական համայնքները կարելի է ասել ընդհանրապես մոռացել են վարքագծի կանոնների եւ էթիկայի մասին եւ օրինակ տարածում են խոսքի տեսակներ, որոնք միգուցե քրեական պատասխանատվության չպետք է հանգեցնեն, բայց դրանք միանշանակ պետք է հանգեցնեն պատասխանատվության այլ տեսակների։ Բայց մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ գրեթե որևէ մեկը որևէ տեսակի պատասխանատվության չի ենթարկվում, արդյունքում մենք ունենում ենք մի իրավիճակ, երբ վերջում բանը հասնում է նրան, որ որոշակի անձինք մի քանի հոգի պատասխանատվության են ենթարկվում քրեական գործիքակազմերով եւ իհարկե սա քաոտիկ իրավիճակ է ձևավորում, որովհետեւ եթե մենք հստակ մեխանիզմներ կիրառենք, այսինքն մինչ այդ նախ ցույց տանք հանրությանը, որ գիտեք ինչ, խոսքի ցանկացած տեսակ չի կարելի օգտագործել, այսինքն խոսքի ազատությունը ունի սահմաններ, ոչ թե մենք ասենք, որ տեսեք, ես հիմա ասում եմ, ինձ մոտ հարց է առաջանում, ինչու են մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվում այս իրավիճակներում, բայց ես չեմ ասում, որ իրենք օրինակ կոնկրետ դեպքը չէ, հա, միայն մի շարք այլ դեպքերում շատ լավ են անում, որ խոսքի արգելված տեսակներ են օգտագործում։ Ոչ, սա լավ չէ, սա վատ է, սա պետք է հաղորդագրություն տրվի, հա, հանրությանը, որ դա վատ է, բայց սրա հետ մեկտեղ չի կարելի խոսքի ամեն տեսակի համար մարդկանց ենթարկել քրեական պատասխանատվության, պետք է միանշանակ զարգացնել պատասխանատվության այլ գործիքակազմերը, որը Հայաստանում ընդհանրապես զարգացած չէ, օրինակ կարգապահական պատասխանատվությունը, եթե խոսքը այնպիսի համայնքների պաշտոնատար անձանց է վերաբերում, որոնց համար կիրառելի են այդ գործիքները, կամ միգուցե դեպքեր լինեն, որ կարևոր լինեն վարչական պատասխանատվության մեխանիզմները եւ նոր արդեն հանրային մեծ վտանգավորություն ունեցող արարքների դեպքում անցնենք քրեական պատասխանատվության, բայց դարձյալ պիտի արձանագրեմ, որ Հայաստանում խոսքի ազատության իրավունքի սահմանները խախտելու տեսանկյունից վատագույն վիճակն է այսօր։ Հիմա անդիմությունը բողոքում է, ասում է, երբ որ մենք ենք մի ավել բան ասում, միանգամից քրեական գործեր են հաջորդում եւ կալանավորումներ։ Իսկ օրինակ, երբ որ վարչապետն է ասում, ազգային ժողովի նախագահն է ասում, պատգամավորներն են ասում, դա որևէ հանցակազմ չի պարունակում իր մեջ գտնում է դատախազությունը։ Դա հիմա իմ ասածն էլ վերաբերում է նրան, ոչ մեկ չի, որ պետք է բացառենք երկակի ստանդարտները, այսինքն եթե ինչ որ մի բանի համար որևէ մեկը ենթարկվում է պատասխանատվության, բոլորը պիտի ենթարկվեն։ Եթե որոշում ենք, որ մեր ընդհանուր այսպես համերաշխ լուծումն այն է, որ որևէ մեկը չպետք է ենթարկվի պատասխանատվության, ուրեմն որևէ մեկը չպետք է ենթարկվի, բայց ամենակարևոր բանն այն է, որ իրոք մենք հաղորդագրություն փոխանցենք բոլորին, կլինեն դրանք մասնագիտական համայնքներ, հանրություն, պաշտոնյաներ, քաղաքական մեծամասնություն, քաղաքական ընդդիմություն, որ այո, խոսքի ազատությունը կարևոր է, բայց խոսքի ազատությունն ունի սահմաններ եւ օրինակ ատելության խոսք, վիրավորանք եւ այլն դրանք չեն ընդգրկվում խոսքի ազատության թույլատրելի շրջանակներում։ Այլ հարց է, թե դրանցից որ մեկը ինչ պատասխանատվություն կարող է հանգեցնել։ Հասել ենք այն ժողովրդավարության, որ օրինակ դատախազությունը հանցակազմ տեսնի վարչապետի ասածի մեջ։ Մենք պետք է հասնենք այն ժողովրդավարության, որ անկախ նրանից թե անձը պաշտոնատար անձ է, թե սովորական քաղաքացի, նրանց նկատմամբ մենք ունենանք միասնական մոտեցումներ եւ հենց դա էր պատճառը, որ ես խոսեցի երկակի ստանդարտները վերացնելու կարեւորության մասին։ Ես սա իդեպ համարում եմ Հայաստանի թիվ 1 խնդիրներից մեկը, որովհետեւ օրինակ այնպես չէ, որ նայում ես մի քրեական վարույթին, այնպես չէ, որ չես կարող տեսնել հիմքեր կոնկրետ գործերով քրեական վարույթներ նախաձեռնելու համար։ Այլ հարց է, որ մի շարք իրավիճակներում համանման դեպքով կարելի է ենթադրել, որ կարող է քրեական վարույթ լինել նաև այլ անձի նկատմամբ եւ այստեղ է խնդրի հիմնական կողմը, որովհետեւ մարդկանց մոտ շատ դեպքերում հայեցողական արդարադատության տպավորություն է ձևավորվում, որը եւս մարդու իրավունքների տեսանկյունից խնդիր է։ Եվ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նա կալանավորված է, բայց նախ փաստաբաններն ասում են, որ այդ տեսագրությունները ճիշտ չեն։ Այս մասով դուք ինչ տեղեկություն ունեք, արդյոք հետաքրքրվել եք թե ոչ, եւ այն հանգամանքը, որ նրան կալանավորեցին հենց օդանավակայանից իր երեխաների կնոջ ներկայությամբ։
Դե այս գործը իրականում դատական քննության փուլն է նույնիսկ անցել, հետևաբար այստեղ դարձյալ ես ինքս չեմ կարող խոսել դատարանի գործողությունների մասին, դա իմ կողմից թե օրենսդրական պահանջների, թե էթիկական նորմերի խախտում կլինի, բայց դարձյալ շատ կարևոր է, որպեսզի մենք նաև ձևավորենք այնպիսի համակարգ, որտեղ առաջին հերթին դատական իշխանության ակտերը պատշաճ բողոքարկելի լինեն, որովհետև հիմա ձեր նշած հարցերին պատասխան ոչ ես կարող եմ տալ, ոչ դուք, որովհետև ոչ ես կարող եմ իմանալ, թե կալանավորման հանգամանքը, որ նրան հենց օդանավականից երեխայի եւ կնոջ ներկայությամբ կալանավորեցին։ Դե հատկապես երեխաների պարագայում մենք անընդհատ ենք շեշտում, ես ինքս որպես մարդու իրավունքների պաշտպան պարբերաբար շեշտել եմ, որ Հայաստանում երեխաների հետ աշխատող մասնագետներ, ընդ որում կապ չունի նրանք պետական իշխանություն են ներկայացնում, թե մասնագիտական համայնքներ, բազմաթիվ խնդիրներ ունեն, այս առումով երեխաների նկատմամբ զգայուն մոտեցումներ մշտապես պետք է լինեն եւ այստեղ միանշանակ զարգացման կարիք կա, բայց իհարկե ազատությունից զրկման դատապարտված անձին ազատությունից զրկելը ըստ էության մենք չենք կարող համարել, հա, իրավունքի խախտում, այլ հարց է թե ինչ ձևաչափով երեխաների պարագայում ես մշտապես եմ շեշտում հանգամանքը։ Խոսենք նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին, ինչ տեղեկատվություն դուք ունեք նրանց մասին։ Վերջին դեպքը շատ ցնցեց բոլորիս, երբ Վագիվ Խաչատրյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Նրա մասին այլ տեղեկատվություն չստացանք։ Դուք արդյոք կարողացել եք ճշտել, թե ինչ հանգամանքներ է եղել, ինչու են ավատացել եւ հիմա ինչ վիճակում է։ Եվ առասարակ կարողանում եք Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հետ կապ հաստատել, որովհետեւ նախկինում նշում որ ցանկություն չկա իրենց կողմից։ Այս հարցի առնչությամբ նշեմ, որ առաջին հերթին շատ կարևորում եմ անկախ միջազգային մեխանիզմները եւ գրեթե իրավիճակ չի եղել, երբ զանգվածային լրատվության միջոցներով որևէ տեղեկատվություն շրջանառվի եւ մենք սրա ուղղությամբ լուրջ աշխատանք չկատարենք, թե միջազգային գործընկերներին տեղեկացնելու, թե նաեւ իրավասու միջազգային գործընկերներից որոշակի գործողություններ կատարելու խնդրանք ուղղելու առումով, նույնը ձեր նշած դեպքերին է վերաբերում ըստ էության։ Ես հիմա չեմ կարող մանրամասներ ներկայացնել, որովհետև այդ հաղորդակցությունը սովորաբար խորհրդապահական է, թե Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, թե նաև այլ գործընկերների հետ։ Իրենք եւս այո, մանրամասներ չեն ներկայացնում։ Այո, որովհետև դրա ըստ էության սահմանափակում է առկա, այդ թվում տարբեր կարգավորումներով եւ իրենց գործունեության սկզբունքներով։ Ես էլ չներկայացնեմ մանրամասներ, բայց դուք տեղեկատվություն ունեք։ Մենք պարբերաբար ստանում ենք իհարկե այն տեղեկատվությունը, ինչը հնարավոր է ստանալ, որովհետև բնական է, որ չենք կարող նույն տեղեկատվությունը ստանալ, ինչ կարող ենք Հայաստանում տարբեր իրավիճակների պարագայում ունենալ, որովհետև մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում մուտքի հնարավորություն ունի բոլոր փակ հաստատություններ եւ առաջին ձեռքից ենք տեղեկատվություն ստանում, այստեղ իրավիճակը այլ է, բնականաբար դուք եք պատկերացնում, բայց մենք պարզ ասեմ, ցանկացած իրավիճակում գործողություններ ձեռնարկելու խնդրանքով պարտադիր դիմում ենք միջազգային գործընկերներին։ Եվ բավարար տեղեկատվություն տրվում է կոնկրետ այս մասով, օրինակ իր հարազատները խոսում են, որ իրենք անհանգիստ վիճակում են, չգիտեն ինչ է կատարվել, ինչ է եղել։ Բնականաբար եւ այդ հարցերը ես ինքս եմ բարձրացրել տարբեր միջազգային կազմակերպությունների մոտ, որովհետեւ դա էլ է իրավունքի խախտում, որովհետեւ դա փաստացի հարազատի նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորում է, երբ հարազատը գտնվում է այնպիսի իրավիճակում, որը առաջին հերթին հոգեբանական տեսանկյունից շատ ծանր ազդեցություն է իր վրա ունենում, եւ մենք պետք է շարունակենք այս հարցերը բարձրաձայնելը, որովհետեւ սա մի հարց է, որը ես չեմ կարծում, որ մի պետությանն է վերաբերում, սա ամբողջ միջազգային հանրությանը վերաբերելի հարց է, քանի որ այն առնչվում է համընդհանուր արժեքների։ Առանձնապես տեղեկատվություն այլ չունեք իր վիճակի մասին, որ կարող եք հաղորդել կամ ինչ պայմաններում չեմ կարող հաղորդել, որովհետեւ պարզ ասեմ, այն ամբողջ տեղեկատվությունը, որը մեզ փոխանցվում է խորհրդապահության սկզբունքով։ Իսկ մյուսների մասով որևէ տեղեկատվություն ունեք գերիների։ Դարձյալ նույնը պիտի ասեմ, ցանկացած իրավիճակում, երբ որևէ տեղեկատվություն շրջանառվում է, անմիջապես ենք տարբեր միջազգային մարմիններին դիմում եւ նաեւ մշտապես հաղորդակցությունը վարում ենք, չկա մի բարձրաստիճան հանդիպում, որը ես ունենում եմ միջազգային գործընկերների հետ եւ որտեղ չի քննարկվում այս հիմնական օղակը Կարմիր խաչն է, որին դիմում եք եւ տեղեկատվություն եք ստանում։ Կարմիր խաչը իհարկե առաջնային օղակ է, քանի որ այցերի հնարավորություն ունի, բայց ես կարծում եմ, որ այս ոլորտում մի շարք այլ մարմիններ էլ կան, որոնք նաև կարևոր
դերակատարություն կարողան ունենալ այդ թվում մարդու իրավունքների հարցերը բարձրաձայնելու տեսանկյունից, օրինակ միայն նախորդ տարի ես թե մարդու իրավունքների Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումներում առաջնահերթ հենց այս հարցն եմ քննարկում։ Եվ ինչ վերաբերմունք կա, ինչ մտածողություն կա այս առումով։ Ես չթվարկեմ կոնկրետ պաշտոնատար անձանց, բայց բնականաբար բոլորն էլ կարևոր են համարում խնդիրների լուծումը եւ ես ինքս հույս ունեմ, որ իրապես այս խնդիրը շուտապույտ լուծում կստանա։ Իսկ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանները կարողանում են կապ հաստատել կամ իրենց կողմից կա այդ ցանկությունը այս հարցերով, որովհետեւ իրենք էլ են ինքը գնում է մշտապես, հանդիպում է, ամեն դեպքում այդպիսի տեղեկատվություն փոխանցվում է ժամանակ առ ժամանակ։ Հաղորդակցություն վարելու հնարավորություն ունենք։ Տեղեկատվություն փոխանցվել է, շփումներ լինում են, այսինքն նախկինում չէր լինում, հիմա այսինքն այս առումով փոփոխություն երևի թե հաղորդակցություն վարելու հնարավորություն ունենք։ Այո։ Շարունակական կլինի։ Ես կարևորում եմ առնվազն մարդասիրական ու մարդու իրավունքների հետ կապված հարցերով լուծումներ գտնելը, այդ թվում տարբեր մեխանիզմներ օգտագործելով։ Այսինքն ես կողմից կա այդ ցանկությունը արդեն իսկ լսելու, խնդիրների մասին։ Բնականաբար խնդիրները բարձրաձայնվում են եւ կարծում եմ երբեք դրանք ոչ հրապարակային չեն եղել։ Գերիների մասով թե առհասարակ։ Դե հիմնականում մշտապես այս խնդիրները բարձրաձայնվել են իմ կողմից եւ դե իրենց կողմից եղել են հրապարակային։ Այո։ Կարծում եմ դրանք եղել են հրապարակային, այս լուծումներն էլ պետք է տրվեն։ Ես չեմ կարող պատասխանատվություն կրել այլ պետության մարմինների գործողությունների համար եւ չեմ էլ կարող տեղեկատվություններ կասնել, թե նրանք ինչ են անում կամ չեն անում։ Իմ տեսանկյունից ես կարևոր եմ համարում այս խնդիրները բարձրաձայնելը եւ դրանց մասին խոսելը։ Չէ, նկատի ունեմ իրենք ներկայացնում են ինչ վիճակում, օրինակ տվյալ անձը, ինչ խնդրի առնչվում այսպիսի հարցեր։ Եթե թույլ տաք դարձյալ էթիկական սկզբունքները պահպանելով ես չխոսեմ հարցի մասին, բայց նշեմ, որ հաղորդակցություն վարելու հնարավորություն ունենք։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Եվ մեկ հարց էլ, քանի որ մենք եկեղեցու մասին խոսեցինք եւ քանի որ սա դարձել է Հայաստանի ներքին կյանքի ամենակարևոր թեման, դուք վեհապարին համարում եք կարգալույց։ Ես իրավասություն չունեմ որպես մարդու իրավունքների պաշտպան, որևէ կրոնական կազմակերպության առաջնորդի, կրոնական կազմակերպության ներկայացուցիչների հետ կապված նման դիրքորոշումներ ներկայացնել եւ ինքս առաջին հերթին զբաղվում եմ մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքի երաշխավորման հետ կապված հարցերով։ Հետևաբար այդպիսի իրավասություն բնականաբար ես չունեմ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։